Հայրերի եւ որդիների այսպես ասած կոնֆլիկտի մասին բազմաթիվ պատմություններ կան, բայց սա այդ դեպքը չէ։ Կյանքում ոչ միայն բախվում, այլև համախմբվում են հայրերն ու որդիները։ Հենց այսպես եղավ նաեւ Նշան Ենոքյանի դեպքում։ Ենոքյանների կրտսեր որդին, հետևելով հորն ու ավագ եղբորը 2021 թվականին համալրեց ոստիկանության շարքերը։ Մաման դեմ էր, ասում էր տղա ջան, papan 20 տարի աշխատել է, գնում էր տուն չի գալիս, կարող համար դժվար լինի, մի գնա ուրիշ մասնագիտություն, ասում էի չէ, մամ ջան, հայրս շատ ուրախ էր, որ իր մասնագիտությունը էլի ես ընտրեցի։ Հայրս 20 տարի աշխատել է ոստիկանության ոլորտում, եղբայրս 12 թվականից է աշխատում։ Նշանը Արարատի մարզի Շահումյան գյուղից է, ասում է դեռ մանկուց էր որոշել ոստիկան է դառնալու։ Շենգավիթի պահպանության բաժնում ծառայությանը հեշտ է հարմարվել, հոր խորհուրդներն են օգնել, հատկապես այս մեկը։ Ոստիկանության ոլորտում պետք է լինես կարգապահ ոստիկան։ Նշան Ենոքյանի ծառայական բնութագրում գրված է՝ բանիմաց, պատասխանատու, պարտաճանաչ ու այսպես շարունակ։ Հարցին իսկապես կարգապահ ու պարտաճանաչ ծառայող եք, անվրդով պատասխանում է. Ես միշտ մի ժամ շուտ եմ լինում աշխատանքիս վայրում, որ երբեք չուշանամ։ Ինչպիսին պետք է լինի ոստիկանը, չի ուշանում հաջորդ հարցը։ Ոստիկանը պետք է լինի համբերատար, լինի զգոն եւ ուշադիր իր աշխատանքի մեջ։ 2024 թվականին Սերժանտ Ենոքյանը բացահայտել է թմրամիջոց պահելու, իրացնելու եւ օգտագործելու զենք զինամթերքի հայտնաբերման գողության կանխման ընդհանուր 2 տասնյակ դեպք։ Հենց մարդկային ու մասնագիտական բարձր որակների համար էլ դարձել է 2024 թվականի պետական պահպանության գլխավոր վարչության լավագույն ոստիկանը։ Հայրս շատ էր ուրախացել, որովհետեւ ոնց որ ինքը որ 20 տարի համակարգում աշխատել է ու տեսնում է իր որդին դարձել է լավագույն ոստիկան Հայաստանի Հանրապետությունում, շատ էր ուրախացել դրանից։ Ասում է լավագույնի կոչմանը արժանանալը եւ հպարտությունը եւ պատասխանատվություն եւ ավելիին ձգտելու շարժառիթ։ Վստահ է, Ենոքյանների ապագա սերունդներն էլ շարունակելու են ոստիկանի բարդ, բայց պատվաբեր գործը։